Ողջույններ, հայրենակիցներ, հարգելի։ Ինչպես նախորդ անգամ շատ չեմ սպասի ուղիղ եթերին մասնակցելու համար, որովհետև այս լայվը հիմնականում անում եմ վիդեո անելու և պահելու համար։ Նորից ու նորից ողջույններ բոլոր հյուրընկալվողներին։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ նույնպես շատ կարևոր հարցի կանդրադառնանք խնդիրների ու մտահոգությունների, որը վերաբերում է ինչպես միշտ հիմնականում, որ ինձ մտահոգում է Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ ես ընթացքում աստվածաշնչյան մի մեջբերում կբերեմ վերաբերյալ Հիսուս Քրիստոսի խոսքի, հիմնված Հիսուս Քրիստոսի խոսքի վրա, որը վերաբերվում է վերջի օրերի ճակատագրական պահի, որը ճիշտ կերպարն է այսօր Հայաստանի Հանրապետության, նամանավանդ Հայաստանի Հանրապետության մթնոլորտին։ Բայց սկզբից քաղաքական թեմային անդրադառնանք, որ ինչ է կատարվում Հայաստանում հոգևոր կյանքին առնչվող, նամանավանդ եկեղեցուն կյանքին առնչվող։ Նախքան ես սկսեմ այս իրականությունից, որ ես հիմա որպես արցախցի վերաբնակեցման համար քննություն եմ հանձնում Հայաստանում Ռուսաստանի ՄՎԴ-ում ռուսաց լեզվի համար, դե բնականաբար մի քանի օր պատրաստվել եմ, անկախ ամեն ինչից քննությունը կանցնեմ թե չէ, բայց ինչ մտքովս անցավ, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունը միջոցառում է իրականացնում վերաբնակեցման համար, մտածում ես պետությունը իր մասին ոնց է մտածում, իրան զորանալու բնակեցում է իր մարդկանց քանակով համալրում է, Ռուսաստանի մասին է խոսքը, պետությունը իր հոգսը քաշում է, իրան ուժեղանում է օր-օրի։ Բայց դուք ինչ եք անում, այս դերասանները Հայաստանի Հանրապետությունում օրակարգին ազդող դերասանները ինչ են անում, երկիրը ծախում են ու ասում մենք ապագա ունենք, սենց համեմատում ես, չես հասկանում, դու ես իրականության ականատես ես թե չէ, դրա համար եք Ռուսաստանին այդքան պիտակավորել, փնովում, գիշերներն էլ երևի չեք քնում, ինչ աշճանի եք թշնամացած, որովհետև ճիշտ ճանապարհի վրա է, չէ։ Ձեր փաստորեն ձեր սխալները, ձեր մեղքերը ծածկելու ամենից անգրագետ միջոցն է, գործողությունն է, ձեր կեղտերը թաքցնելու, ձեր թերությունները թաքցնելու ամենից հիմար, տգետ, փողոցային երևի տարբերակն է, դուք փողոցից
Փողոցից եք ձեր պատմությունը սկսել, ուրիշ ինչպես կարող է լինել։ Գիտեք ինչ կասեմ։ Ես ավելին քան վստահ եմ, ասեմ ձեզ հետ ինչ է լինելու, որ դուք ապագայից եք խոսում։ Հիմա դուք այդ տերմինը, այդ էլեմենտը օգտագործում եք մարդկանց հիմնականում հասարակությանը, մարդկությանը չեմ ասում, զոմբիներին խաբելու համար։ Բայց ես ասեմ ձեր ապագան ինչ է լինելու։ Դուք ընդհանրապես ապագայի մասին նախ չեք մտածում, դուք չգիտեք էլ ապագայի մասին, նույնիսկ ձեր կյանքում երևի օր չի եղել, որ դուք մտածեք։ Դուք այսօրվա ձեր փորը լցնելու այդ գաղափարն է միշտ ձեր մեջ հասունանում ու արդեն մեծ ծառ է դարձել։ Պատահական ճիշտ տեղ, որտեղ հազդեղ կաց թուրքական կարգախոսով եք առաջնորդում, դե դուք տեղյակ չեք երևի, չէ՞, որ դա թուրքական կարգախոս է, դե որտեղ տեղյակ լինեիք։ Հա, հիմա ձեր ապագան ինչ է լինելու, դուք մենակ եք մնալու, որովհետև հասուն գիտակից մարդը, հասկացող խելոք մարդը հասկանում է, որ ձեզ հետ ոչ մի ապագա էլ չկա ու իմաստ չունի իրանց տրված Աստծո կողմից այն սուրբ կյանքը դնել հարամցնել ձեզ հետ։ Դուք մենակ եք մնալու, վաղ թե ուշ, բայց ես վաղ թե ուշ ավելի կոնկրետ կմեկնաբանեմ հիմնված Աստծո խոսքի վրա։ Որն է այդ վաղը եւ ուշը։ Դուք մենակ եք մնալու ու պատահական չէ, որ այդ սահմանազատումներին դուք պարիսպներ եք կառուցում։ Դուք դա նույնիսկ չգիտեք էլ այդ ինչի է կառուցվում։ Դուք կառուցում եք, ձեր ձեռքով կառուցվում է, բայց դուք չեք էլ իմանում դա ինչի համար անում, որպեսզի դուք մի բանտում դες մնաք այդ որպես բանտ կառուցապատված, ցանկապատված, դες բանտում ես սաղ կյանքներդ մնաք մինչև մահ։ Այ էդ է իրականում, թշնամին ձեր ձեռքով ձեր գլուխը ձեր վերջակետն է իրականացնում։ Ու ինչ որ հիմա անում տեղի է ունենում Հայաստանում եկեղեցու նկատմամբ, գիտեք, նայում եմ, ասես մտածում եմ, ինչ է իրականանում, կարծես թե դե փողոցային կյանքից պատմություն սկսած եկել է եկեղեցու հարցը լուծում մինչև անգամ չեսել կյանքով ապրեք։ Եթե ուզում եք, որ Հայաստանը հոգևոր միջավայր լինի, ձեզնից սկսեք, հոգևոր մարդ դուք դարձեք, իսկ հոգևոր մարդը փողասեր, նյութապաշ չի լինում։ Եթե ուզում եք դուք եպիսկոպոսները, կաթողիկոսները հարստությունով չզբաղվեն, դուք հարստությունով մի զբաղվեք, մի տառապեք, մի տարվեք, շողն ես ուզում հանել, ու մենակ հո դուք չեք աշխարհում ապրում, հազարավոր մարդիկ կան, որ իրանք այդքանը հասկանալով իրանք իրանց հոգևոր կյանքն են կառուցում, թեկուզ եւ առաքելական եկեղեցում ասենք մեծ քանակությամբ է կազմում այն մարդիկը, որը քրիստոնեությունից հեռու են, ասենք փողամոլ են, ասենք թե գիտեք ինչ կասեմ, արդեն այնպիսի իրականություն է ստեղծվում, որ արդեն չես էլ ուզում ես ցանկացած դավաճանի ձայնը լսես, ու մեկ չի էլ ստացվում, ինտերնետը որ մտնում ես, մեկը աչքովը տանքնում, այդ դավաճան անսուրբ ստորի ձայնը լսում ես,
չես կարում էլի այդ պահին չլսես, բայց ինչ էլ որ լսում ես, էլի մի հատ հիմարություն զառանցանք, լսեցի մի պա թե իսկ ով է ասել թե ես չարիք եմ, անումը չեմ տալիս այդ ում մասին է խոսքը, ասենք թե Հայաստանում ապրող դավաճանների, թուրքամետների միտքն է դա եւ թուրքամետները Հայաստանում ապրող թեկուզ Հայաստանի ազնագիր ունեն ասում են մտածում են իրաց մասին եւ թեկուզ եւ արտահայտում են թե ով է մտածում որ դուք չարիք եք ես եմ ասում որ դուք չարիք եք ելով պիտի ասի Էրդողանն էլ չէ պիտի ասի որ դա բավարար լինի իսկ Էրդողանը երբեք չի ասի որովհետեւ Էրդողանի դուք ծառաներ գործակալներ եք Էրդողանը երբ որ ձեր մասի մտածի որ դուք չարիք եք մենք ու դուք նույն կարգավիճակում կլինենք մենք ու դուք նույն հայրենիքի համար հալածանքներ նեղություններ կկրեք բայց դուք հիմա հայրենասերներին կալանավորում եք դե դա արդեն անիմաստ է քննարկել ասեմ որ բացի ձեզնից ձեր տեսակից բոլորն էլ հասկանում են որ դուք չարիք եք ոչ միայն չարիք եք դուք վտանգավոր եք գիտեք սենց մտածում եմ որ ինչքան մարդ է հայրենիքը հայրենիք ստեղծելու համար հայրենիքի դրախտային ապագա ունենալու համար իր կյանքը ներդրել իր կյանքը դրել զոհասեղանին եւ այսօր ինչ որ մի հատ դավաճանների թեև ասենք թե մեծամասնություն կազմող դավաճան ամբող դուրս գա ու այդ սաղ այդ նահատակների արած չարածը ասի հանուն ոչնչի իսկ ով է ձեզ իրավունք տվել որ դուք նրանց անունից ներկայանաք հանդես գաք ով է իրավունք տվել որ դուք նրանց անունից ինչ որ զգաք որ դուք նրանց պատիվը պահողներ եք այդ նահատակների մեջ որ մեկն է որ ձեր հարազատն է ձեր բարեկամն է ձեր եղբայրն է ձեր քույրն է ովքեր եք դուք չէ որ դուք թուրքեր եք դուք թուրքամետ դուք թուրքեր էլ չեք թուրքը իր արժանապատվությունը պահում է դուք անարժան դավաճաններ եք որը պարտավոր եք պատասխանատվության ենթարկվել մինչև վերջին խստացված պատժով Բավշե ընդհանրապես շատ խնդիրներ է որ մեր հայրենիքում մեր մեջ մեր ականջներին հնչվում է այնպեսի մի հատ դուխ կա հոգի կա այնպեսի մի հատ մթնոլորտ կա մի հատ կարծես ինչ որ ու տա մեկը չի տա լուրջ դրա հետևում դուխ է կանգնած այնպեսի դուխ կա այնպեսի ուժ կա որ կարծես թե ուզում է որ միշտ մեկը լինի մարդիկ լինեն ամբող լինեն որ պիտի մեկի գնա մի բանի համար նահատակվի զոհվի ես այդ բանը շատ եմ նկատվում եւ դա այդպես էլ մեզ խաբել են միշտ մի հատ հոգի կա որ փնտրում է որ մեկին որ զոհվի որ զոհ լինի
ու հիմնականը նաև դրանք հայրենիքի անունից հայրենասեր արժեքից ելնելով գալիս ու խաբում են մարդկանց ու մեր անցած պատմության հիմնական սխալը խաբվածությունը դրանում էր մեզ միշտ խաբել են հայրենասիրական անվան տակ մենք պետք է հասկանանք որ ցանկացած սրբություն ցանկացած արժեք եթե հիմնված չի Աստծո խոսքի վրա դա Աստծուց չի դա սատանայից է գիտեք սա ինչ-որ մեկը կարող է ասի ես Աստծո խոսքից եմ խոսում Աստվածաշնչից եմ խոսում այո դրանից եմ խոսում ու դա էլ պիտի լինի դրա համար էլ մենք խաբվել ենք դրա համար է սատանան գալիս է ուրիշ հնարքներով ուրիշ ելքերով ուրիշ խաբեություններով հայրենիքի անվան տակ արժեքների անվան տակ բազմաթիվ մոլորեցնողներ գալիս են միամիտ անմեղ մարդկանց մոլորեցնում ու մեր հիմնական խաբվածությունը դրան մեր հիմնական խաբեությունը մեծ հաշվով պրոբլեմը մեր կապված է նրա հետ որ մենք ընդհանուր Աստծո խոսքից հեռացել ենք Աստծուց հեռացել ենք ու Աստծուց հեռանալ մոտիկանալը ընդհանրապես կապված չէ եկեղեցու մոմ վառելուց պատարագների մասնակցելուց եւ այլն Աստծուն մոտիկանալը հիմնականում կապված է Աստծո խոսքի հետ մարդը ինչքան Աստծո խոսքի մտերիմ է հարազատ է ծանոթ է Աստծո խոսքով ապրում է նա Աստծո մտերիմ է դա ավետարանն է քարոզում որին նաև քիչ հետո կանդրադառնանք հիմա սենց մտածում եմ որ էսպայն թշնամին մեր ասենք անվանի անունով Ադրբեջան թշնամի այսօր ինչ է նա անում դե երբ որ հասկանում ես ինչ է նա անում ինչպես է ինչ է իրականացնում մեր հայրենիքում մեր հետ մեզ համար ինչ է իրականացնում ուղղակի չգիտեմ ոնց բացատրես ոնց ներկայացնես սենց գժվելու բան է նայեք Ալիև թշնամին ընդհանրապես այդ ժողովուրդը ադրբեջանական որպես թշնամի նա իր աչքով տեսել է որ ճակատամարտում ռազմի դաշտում ինքը խայտարակ պիտի ոչնչանա խայտարակ ձևով ինքը տեսել է որ ոչ թե պարտվում է այլ ոչնչանում է ռազմի դաշտում նա տեսել է որ հայ զինվորին հնարավոր չէ ռազմի դաշտում հաղթած դա այդ ինչպես ես այն սերունդի ներկայացուցիչն եմ որ ես իմ աշկավս տեսել եմ Փառք Աստծո որ ես ականատես եմ եղել այդ տարիներին հայը չգիտեր պարտվելը ինչ է ռազմի դաշտում ցանկացած հայ այնպես էլ ադրբեջանական ժողովուրդը հանձինս Ալիևին գերազանց հասկացել է որ դա այդպես է նա հնարավոր չէ ռազմի դաշտում հաղթած եւ նա ինչ է արել ինչ խորամանկ բան է արել իսկ ասեմ որ թշնամի շատ խորամանկ է ու այդ խորամանկ թշնամուն հնարավոր չի մեր մարդկային հասկացողություններով հաղթած էդ էլ թույլ տվեք նշել դա միայն հնարավոր է հաղթած Սուրբ Հոգով Էսա քիչ հետո ապացուցեմ բայց այն գլխից ասեմ որ հնարավոր չի այս պատերազմը մարդկային հնարքներով մարդկային քայլերով հաղթած թշնամուն միայն հնարավոր է Աստծո խոսքով Աստծո զորությունով ու ուժով հաղթած
Ինչը որ մենք այսքան ժամանակ այդպես չարենք։ Մենք ամեն ինչ արենք, բացի Աստծո միջամտությունից օգտվելով։ Հրաժարվեցինք Աստծո միջամտությունից օգտվելով։ Թշնամին ինչ ա արել։ Նա հասկացել ա, որ ազերբայջանական ժողովուրդը հանձինս իրանց խորամանկ կազմակերպիչներով, բնականաբար ազերբայջանական ժողովուրդը ես չեմ կարծում, որ այդքան հասկացողություն ունեն, նրանց լավ խորամանկ կազմակերպված ձևով նրանց կազմակերպել են, ինչ ա արել, նա սկսել ա մեր երկրում, մեր ժողովուրդում, մեր հայրենիքում դավաճաններ փնտրելով, գտնելով ու օգտագործելով, սկսել ա դրանով զբաղվելով, ու տեսեք որ թվից, դա այն ժամանակից էր, երբ որ Արցախի առաջին պատերազմը կանգնեցվեց հրադադարով ու այն պայմանով, որ բանակցություններ են սկսվում, հատե այդ ժամանակից ինքը այդ գործը անում ա, տեսեք քանի տարի ա, ինքը երևի գիշերներն էլ չէր քնել, գիշեր ցերեկ մեր երկրում, մեր հայրենիքում, մեր ներսում, ասեմ, որ Արցախում այդքան էլ ինքը չէր կարում այդ բանը իրականացնել։ Ես շատ արդեն մի քանի անգամ նշել եմ այս դեպքը, որ երբեք Արցախում հնարավոր չի թշնամի են անկախ նրանից որ ազգի ներկայացուցիչ գա, ասենք Արցախի ցանկացած քաղաքում շուրջ կենտրոնում թեկուզ ինչպես նաև Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշ պտտեցնի կամ Ղարաբաղ երգը թուրքերեն երգի, սա հասկանալի է, սրա մասին չխոսենք, Հայաստանի մասին եմ խոսում։ Տեսեք որ թվին է թշնամին փնտրում, գտնում ու օգտագործում դավաճաններ, լրտեսներ, ագենտներ։ Դուք պատկերացրեք ինչ մասշտաբի է հիմա այդ հավաքագրված ամբողը, այդ ցանկը, դուք պատկերացրեք։ Ու այսօր մենք այդ օրում ենք գտնվում, արդեն եկալ է ճակատագրական պահը, որ այն կարգի են այս թշնամիները շատացել, որ արդեն իրանք նույնիսկ փորձում են եկեղեցու, ասեմ հիմնականում որպես կառույց, եկեղեցին որպես կառույց, իրանց հետաքրում է այդ կառույցին նկատմամբ դավադրությունը, գործողությունը մինչև անգամ որոշել են եկեղեցու նկատմամբ ըմբոստություն, հակառակություններ ձեռնարկել։ Ես մտածում եմ, որ եկեղեցին է միակը մնացել, որ հայի արժանապատվությունով հետաքրվող, հայի արժեքներով պետական եկեղեցին նկատի ունեմ առաքելական։ Աստծո ժողովուրդը, Աստծո մարդը, Աստծո եկեղեցին միանշանակ նա ես համարում եմ միշտ առաջի դիրքում էր թշնամու նկատմամբ պատերազմում։ Ես որպես կառույց եմ ասում, առաքելական եկեղեցու կառույցը այս պահին առաջինն է, որ միակն է նաև, առաջինը կարելի ասած միակը, որ հայի արժանապատվությանը մասին մտածում է, հայի ինչու՞ չէ նաև վրեժխնդրությանը մասին մտածում է, ազգի շահերի մասին մտածում է, ազգային արժեքների մասին մտածում է, ու պատահական չէ, որ թուրքը օրից օր սկսում է բացահայտել, բաց իր միտքը թելադրել, հայտնել, թե Նիկոլ գործակալին կհաջողվի, որ Հայաստանում եկեղեցու նկատի ունի, եկեղեցուն կձախողի Նիկոլ գործակալը Հայաստանում ինչ են ասում են վրեժխնդրության այդ երևույթին,
Այսինքն այդ վրեժի մթնոլորտը ձախողելուն։ Հա, սա պատահականություն չի։ Ասեմ, անկախ ամեն ինչից ձեր թշնամիներին եմ ասում, իր գործականներով հանդերձ, չեմ կարծում, որ ձեր մոտ ստացվելու է ինչ-որ մի բան։ Քանի որ հայտնի բան եմ ասում, ապացուցված բան է, աշխարհում ամբողջ պատմությունում ամբողջ ընթացքում պատմության թե մեր երկրում, մեր ազգին առնչվող, թե ընդհանրապես աշխարհում չարին, սատանային ինչ որ մի ժամանակ հնարավորություն էր տրվել իր գործողությանը, հնարավորություն էր տվել վնասել, սպանել, ցեղասպանել, անիրավություններ իրականացնել, առավանգել։ Միշտ էլ պատմության ընթացքում սատանային ինչ որ ժամանակ առավելություն էր տրվում։ Դա լավ օրինակ է Նոյի Հոբի պատմությունը, որ փորձելու համար Աստված թույլ է տալիս, որ սատանային փորձի երկրագնդում թեկուզ ցանկացած մարդու նկատմամբ։ Դա փորձություն է համարվում։ Ու դա քիչ ժամանակ է, թեկուզ եւ մի քիչ ուշացումով ժամանակ է պահանջվում։ Բայց որ ասենք այդ դրա համար պատիժը չլինի նույնիսկ ուշանա, այդպիսի բան չկա։ Միշտ էլ ժամանակավոր այդ չարի գործունեությունը ժամանակավոր է եղել ու պատիժը անխուսափելի է եղել։ Միշտ էլ պատժվել է, դատապարտվել է անիրավը, միշտ։ Այնպես էլ հիմա ձեզ համար հետաքրքիր լուր ունեմ բոլոր թշնամիներ, որ ձեր ժամանակն էլ է ժամանակավոր։ Մեզ մնում է միայն քննարկել, վերլուծություններ անել, դասեր քաղել, ինչի համար, երբ, ոնց, ում համար, մնացածը ամեն ինչի կընկնի տեղը։ Ես սենց մտածում եմ Հայաստանում այդ թշնամական, այդ բեսպրիձել, անօրեն, թուրքական երևույթներն ու մթնոլորտը են աշճանի է զարգացած, իրար եք մորթում։ Դուք չեք էլ մտածում, դուք ոնց եք տենց ապրում, ոնց եք տենց դաստիարակվում, ոնց եք դուք այդ մթնոլորտում ձևավորվում, չեք էլ հասկանում, որ դուք անպետք, անպիտան մարդիկ եք մեծանում, ոնց կարելի է հայը հային ոչ թե դանակով, այլ խանչալներով իրար մորթել։ Դուք չեք հասկանում, ինչ անպիտան, անպետք մարդիկ եք մեծանում։ Դուք հավանում եք ձեր կյանքին։ Ու դուք էլ նենց լավ եք զգում, նենց բառապաշարներ ունեք, շուտասելուկներ ունեք, կարգախոսներ ունեք, նենց էլ ձեզ սնում եք այդպես, դուք չեք հասկանում, որ մի նոր մեռնելու եք, Աստծո առաջ հայտնվեք ու պատասխան տաք ձեր ամեն մի արածի համար, արած չարածի համար, մտածածի համար, չեք հասկանում այդքանը, գիտեք ինչու չեք հասկանում, որովհետև դուք քրիստոնյաներ չեք։ Եթե դուք քրիստոնյաներն եք, պատահական չի, որ ձեր աչքի առաջը առաքելական եկեղեցու նկատմամբ այս գործողությունները իրականում է, դուք այդքանից հետո այս դավաճանների հետ ձերք եք սեղմում, հավանում եք սրանց գործողությունները,
Դուք սատանայի գործականներ եք, դուք սատանայի կամքը իրականացնողներ եք։ Ես մտածում եմ, մի 30 տարի, ինչպես 30 տարի թունավորեցին արցախցիների դեմ, որպես անարատ հայի դեմ, ու Արցախցին եկավ հայտնվավ այստեղ, տեսնելով ականատես լինելով իրականությանը, հասկանալով, որ ավելի լավ է նույնիսկ թուրքի հետ ապրել, քան թե սրանց հետ։ Հիմա համոզված եմ շատ արցախցիներ փոշմանել են, որ մինտեղ Արցախից եկել են, մտածելով, որ լավն է նա Ադրբեջանի կազմում թուրքի հետ յոլա գնալ, քան թե սրանց հետ ապրել։ Անձամբ ես չեմ փոշմանել, ես իմ պրինցիպը, իմ դիրքը, իմ պատասխանները ունեմ, թե ինչի եմ ես Արցախում չեմ մնացել։ Ես Արցախից դուրս եմ եկել հասկանալով դրա արժեքը, դրա գինը, դրա պատճառը, դրա պրինցիպը։ Բայց ես գիտեմ, որ շատ արցախցիներ փշմանած կլինեն։ Հիմա ինչպես 30 տարի արցախցիների նկատմամբ թունավորելով բերել եմ մի հատ թուրքամետ հասարակություն ձևավորել, ընդ որում ես միշտ էլ ասել եմ, չեմ փոշմանել, ոչ թե փոքրամասնություն, այլ մեծամասնություն թուրքամետ զանգված, որովհետև ինչքան որ Հայաստանում Նիկոլականը հաղթում է, այնքան թուրքամետությունը մեծամասնություն է կազմում։ Այ երբ որ Նիկոլականը նահանջվի, այն վաղտը դա չափանիշ է, այն վաղտը կարելի է ասած, որ Հայաստանում թուրքամետությունը նվազում է, հասնում փոքրամասնության։ Ոնց եք դուք այդքան տղաների արյան հաշվին դուք ուզում կայացած լինեք, ոնց եք դուք այդքան տղաների արյան գնով ուզում ձեր թուրքամետ այդ նահատակվածների արյան գնով ուզում ձեր քեֆերը, ճոխությունները շարունակել, ձեր ճոխությունները, ձեր հանդեսները, ուրախությունները, ու ասում եք ափսոս այդ տղեկը, չկա քոչական, սերժական, կա հակաքրիստոնեական։ Դու ասա, դու ինչքանով ես Քրիստոսի մոտիկ, այնքանով էլ դու կհասկացվի թուրքամետ ես, թե հայամետ ես, որովհետև հայամետությունը կախված է քրիստոնեության հետ։ Դուք կկրաս այս տենց չակետների մեջ թուրքամետ քրիստոնյաներ եք, այսա մուսուլմանությունը ձեր ոտով, ձեռով կընդունեք, այն վաղտը կիմանանք, դուք քոչարական չեք, թե քոչարական եք։ Քոչարական, սերժական չկա, կա քրիստոնյա, կա հակաքրիստոնյա, կա սատանիզմ, կա աստվածային։ Դու որ բանակից ես, երրորդ դիրք չկա։ Հիմա դրա համար էլ գամ ես Աստվածաշնչին, ես ներկայացնեմ, բացատրեմ Հայաստանը հիմա ինչ իրավիճակում է գտնվում, այն որում այդ քոչարական, սերժական կարգախոսը օգտագործողներին, որը մեծամասնությունը համոզված եմ կազմում։ Ես հիմա իմ կարծիքը չեմ ասում, ես ընթերցելու եմ այն ինչ որ մեր առաջնորդ Հիսուս Քրիստոսի խոսքերն է, որը իր աշակերտների միջոցով փոխանցվել է մեզ։ Այն վաղտը կիմանաս դու ով ես, դու Աստծո բանակում ես գտնվում, թե սատանայի, թե քոչարյանի երրորդ դիրքում, որը չկա։ Անշուշտ ինչքան էլ որ խոսեմ, կարծում եմ ինչ որ բան բաց եմ թողնելու, դա էլ մյուս եթերին կանդրադառնամ։ Նաև ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հնարավորություն է տրվում, միջոց է տրվում, որ ես Աստծո խոսքը փոխանցեմ։ Կարող եք համարել, այսքան որ խոսեցի, այս իմ կարծիքն է, իմ
եզրակացությունն է, բայց ես միշտ էլ իմ հիմքը դնում եմ Աստծո խոսքի վրա։ Ահա թե ինչու եմ հիմնական նպատակս լինում է այն, որ ես Աստծո խոսքի վրա մեջ բերեմ ու Աստծո խոսքը խոսեմ, քարոզեմ։ Ավետարանում, Ղուկաս ավետարանում, երբ որ արդեն Հիսուսը իր աշակերտները ընտրած, բազմաթիվ ուսմունքներ, առակներ սովորեցրած, արդեն աշակերտներ դարձած, իր աշակերտների մի հատ հարց են տալիս։ Դա երևի վերջի պահերին է լինում, կարծիքս, որ ասում ես, դու կարաս այդ կարծիքս էլ քո կարծիքի հետ, ասեմ իմանաս որտեղ, ինչ անես, այ թուրքամետ, այ թուրքի լակոտ, մեր հայի հողում աճած։ Հիսուսը, երբ որ աշակերտները նրան հարցրեցին, թե այդ ամենը վերջի ժամանակները երբ է լինելու, ինչ է լինելու, այսինքն Հիսուսը ինչ որ մի դեպքում խոսեց վերջի ժամանակների հետ կապված, դա եղել է, երբ Պետրոսը Հիսուսին տաճարը ցույց է տվել, ասել, տեսեք ինչ լավ շինություն է։ Հիսուսը ասեց, դա քարը քարի վրա չի լինելու, չի մնալու, եւ սկսեց ասել, ինչ է լինելու վերջում։ Աշակերտները ասեցին, դա երբ է լինելու, ինչ է լինելու։ Առաջի բանը Հիսուսը որ ասեց, ուշադրություն դարձրեց, ինչի վրա ուշադրություն դարձրեց, ասեց, նայեք, որ չխաբվեք, որովհետև իմ անունով շատերը կգան, իմ անունով ու խաբեն։ Դրա մեջ ընդգրկվում է սուտ խոսողներ, սուտ մարգարեներ, սուտ ուսուցիչներ, այսօր շատ սուտ ուսմունքներ կան։ Ու հիմնական վտանգը շեշտը դրեց Հիսուսը հենց դրա վրա, որ ամենից վտանգավոր բանը այն է, որ խաբեությունն է, որ իմ անունովը շատերն են գալու խաբեն։ Զգույշ եղեք, ասեց, զգույշ եղեք։ Սա այն բանն է, որը հիմա մանավանդ Հայաստանին